Ողջույն, ես Անի Մաքեվոսյանն եմ, տնօրեն Faberlic ընկերությունում, ունեմ 3 տղա, որոնցից 2-ը գտնվում են դեռահասության շրջանում, իսկ 3-ը 3 տարեկանի ճգնաժամային փուլում, բայց այս ամենով հանդերձ ես կարողանում եմ պահպանել ներքին ներդաշնակությունս, հավասարակշռությունս եւ զարգացնել իմ սեփական բիզնեսը, միաժամանակ ընտանիքում պահպանելով անդորրն ու համերաշխությունը։ Հիմա կմտածեք, ինչպես է դա հնարավոր։ Երկարատև պայքարի, դեգերումների, խնդրտուքների արդյունքում ես եկել եմ այն եզրահանգմանը, որ երեխաների համար կարևոր է ոչ թե այն, թե դու ինչ ես իրականում խոսում, ինչ ես բացատրում, այլ թե դու ինչպես ես ապրում քո կյանքը։ Եթե մայրիկը երջանիկ է, երջանիկ է նաև երեխան, ու կարևոր է, որպեսզի երեխան դա տեսնի, ընդունի։ Կարևոր է, որպեսզի մայրը իր հերթին կարողանա լսել, ընդունել այն կարծիքը, որը ունի դեռահասը, որովհետև ի տարբերություն մեզ, այս սերունդը տարբերվում է, այս սերունդը սիրում է, երբ նրան լսում են եւ հաշվի են նստում իրենց կարծիքի հետ։ Ինձ հետ շատերը կհամաձայնեն, որ 2000-ականների սերունդը լիովին տարբերվում է մեր սերունդից, նրանք սիրում են իրենց կարծիքն ասել ու մեզ ստիպել ու պարտադրել, որ մենք ենթարկվենք նրանց։ Իսկ մենք, քանի որ 90-ականների սերունդն ենք, հաճախ չենք հասկանում նրանց եւ մտածում ենք, որ նրանք շատ ագրեսիվ են, եսասեր են եւ այլն եւ այլն։ Բայց իրականում նրանք ընդհանրապես ուզում են, որ լինեն երջանիկ, որ կարողանան իրենց խոսքը տեղացնել։ Իսկ մեզանից հասնում է, որ մենք ինքներս հասկանանք ինչ է իրականում իրենց ներկայացնում երջանկությունը եւ որքանով կարող ենք դա տալ մեր երեխաներին, որտեղ վերջի երջանիկ սերունդ մտածելու համար ամենակարևորը որ մայրիկներն իրենց լինեն ինքնաբավ ու երջանիկ։ Գուցե ձեզ թվա, որ շատ ծեծված թեմա է եւ բոլորը ամենուրեք իրենց պարտքն են համարում խոսել դեռահասության մասին, բայց ամենալավը այս փուլը հասկանում է այն մարդը, ով հենց դրա մեջ է գտնվում։ Երբ դու հասկանում ես, որ իրականում մի պարզ երջանկությունից կարող է փոխվել մի ամբողջ ընտանիքի պատկերը, սկսում ես հարցերին այլ կերպ նայել եւ հասկանում ես, որ կյանքը մեկ անգամ է մեզ տրված, ու մենք ոչ թե դա պետք է ապրենք ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար, այլ պարզապես երջանիկ լինելու համար, որ մեր զավակները իրենց մանկությունից, այս մանկությունից, որտեղ ոչինչով չես կարող նրանց զարմացնել, հիշելու շատ դրական էմոցիաներ ունենան։